Նախընտրեմ եկեղեցու հետ կապված ձեր դիրքորոշումը արտահայտեք, մասնավորապես Աշակ Սրբազանի կալանավորման հետ կապված, որովհետև այսպիսի կարծիքներ կային, որ Աշակ Սրբազանին կալանավորելուց հետո անցնելու են վեհափառին, դուք արդյոք այդ վտանգը տեսնում եք թե ոչ, եւ եւս մեկ հարց, երեք Հայաստան խմբակցության ձեր գործընկերները իրենց ելույթների ժամանակ, երբ ԿՊ-ին մեղադրում էին կոռուպցիայի մեջ, նաեւ այս ամենի մեջ ասոցացնում էին նաեւ հանրապետական կուսակցության որոշ անձանց։ Ինչպես եք վերաբերվում նման երևույթներին։ Շնորհակալություն։ Նախ երկրորդ հարցից սկսեմ։ Ես միայն կողմ եմ կոռուպցիոն բացահայտումների մասին ելույթներին, բայց եթե խոսել ամբողջական։ Թե չէ մի տեսակ երբեմն այդ ելույթները ավելի շատ ընդդիմության այս կամ այն ներկայացուցչի դեմ են կամ այս կամ այն թևի դեմ են դառնում, քան թե իշխանությունների, ինչը իմ համար անհասկանալի է։ Այդ նույն ելույթում կարելի էր խոսել օրինակ Արտաշես Թումանյանի մասին, ով ժամանակին եղել է նախագահ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար, հիմա գլխավոր խորհրդական է, թե չի աշխատում, չգիտեմ։ Պարոն Արսենյանի Գուրգենով հիմա դեսպան է, ժամանակին կոալիցիայի անդամ էր պարոն Քոչարյանի իշխանության օրոք։ Դե էլ չեմ ասում, որ մի падգամավոր է այդ խմբակցությամբ եկել ազգային ժողով, ով հիմա Փաշինյանից ավելի Փաշինյան է։ Հաշվի առնելով պարոն Նազարյանին, ես միշտ փորձում եմ իրեն արժան ձևով իրեն չպատասխանել, բայց երբ իր մասին չեն խոսում ու խոսում են ինչ-որ անհասկանալի բաների մասին, իմ համար անհասկանալի է։ Դե էլ չեմ ասում, որ համայնքապետեր կան, որոնք ժամանակին ներկայանում էին որպես ընդդիմադիր, իսկ հիմա ոնց որ լավ էլ հաշտ են ամեն ինչի հետ։ Այնպես որ այո, անհրաժեշտ է բոլոր բացահայտումների մասին խոսել, բայց իմ ու քո անելով չխոսել, էլի։ Թե չէ ոնց որ ավելի շատ ստացվում է նման ելույթների նպատակը հանրապետականին կսմթելն է, քան թե իշխանության այս կամ այն դրսևորումների մասին խոսելը։ Գիտեք, հանրապետականի թվում մարդիկ են, ովքեր 18-ից սկսած ոչ քրգործերից են վախեցել, ոչ կալանքից են վախեցել, ոչ ատելության ստեղծված արհեստական արշավից են վախեցել, իրենց պայքարը շարունակել են, շարունակում են ու շարունակելու են մինչև հաղթական ավարտ։ Սեփական աչքի գերանը չտեսնելով ուրիշի աչքի չոփից խոսել, կարծում եմ չի կարելի։ Ինչ վերաբերվում է եկեղեցու արշավին։ Քիչ առաջ ես դատարանի բակում էի, Աշակ Սրբազանին դե Մասիս Մելքոնյանին դատավոր ես չեմ կարող անվանել, էլի։ Արդեն կալանավորեցին, լավ արագ է այս անգամ արել, կատարելագործվում է։ Գիտեք, ես անհամբեր սպասում եմ, պարզավոր իշխանափոխությունից հետո Մասիս Մելքոնյանը ու իր նման դատավորի կոչմանը չհամապատասխանող մարդիկ դատական համակարգում չեն լինելու, բայց իմ առաջարկն է հետևյալը լինելու հետագայում։ Մասիս Մելքոնյանը պետք է Նիկոլ Փաշինյանի կալանքի որոշումը տա, հետո հեռանա դատական համակարգից, վերջնականապես ամբողջացնելու համար իր կերպարը ու իր նման իբր դատավորների կերպարը։ Ինչ վերաբերում է վեհափառ Հայրապետին, գիտեք, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ես համարում եմ, որ ցանկացած նմանօրինակ արշավից եկեղեցին միայն ուժեղանում է։ Եվ ես չեմ կարծում, որ վեհափառ Հայրապետին կալանավորելու պարագայում մեր եկեղեցու հետևորդներից որևէ մեկի համար որևէ բան կփոփոխվի։ Որտեղ որ լինի վեհափառ Հայրապետը, այնտեղ էլ կլինի վեհարանը։ Դե այսպես որ շարունակվի ՀԱԱԾ մեկուսարանում եւ առհասարակ մեկուսարաններում, նաեւ Նուբարաշեն քրեակատավական հիմնարկում ավելի շատ արժանապատիվ հոգեվորականներ եւ arczepiskoposներ կլինեն, քան որոշները, որոնք կառավարության շենքերում ու ուրիշ գաղտուկ տեղերում սեփական կաշին փրկելու համար գործարքների են գնում։